Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, ազգային ժողովի падգամավոր եք ընտրվել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում, դուք մինչև падգամավորի մանդատ ստանձնելը վեդի համայնքապետն էիք։ Հիմա համայնքը առանց ղեկավարի է, պարոն Սարգսյան, տեսակետ կա, որ դուք ուժեղ լիդեր էիք, համայնքը ձեզանից հետո արժանի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու է եւ երբ է տեղի ունենալու ավականու մոտակա նիստը, որի ժամանակ կընտրվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Շնորհակալություն, տեսեք, ես ամենևին չեմ կիսում անփոխարինելի լինելու այդ տպավորությունը, որ կա ձևավորված։ Վեդիում մենք ունենք ավականու շատ լավ թիմ, խմբակցությունը, որ այս պահին գործում է, ու այդ խմբակցությունում արժանի, այսպես ասած, հետևորդներ ու քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարական ծրագրային բոլոր առումներով հավատարիմ ընկերներ հավաքանու կազմում եւ առաջիկայում արտահերթ նիստով հավաքանու տեղի կունենան քվեարկություն եւ մենք կներկայացնենք մեր թեկնածուին, համայնքի ղեկավարի թեկնածուին եւ քվեարկության արդյունքում մեր թեկնածուն կընտրվի։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ նաև ձեր տպավորություններով կիսվեք ազգային ժողովի առաջին նստաշրջանն են օրընտիր ազգային ժողովը, մի քանի օր է ակտիվ ելույթներ են ունենում եւ կառավարող ուժը եւ ընդդիմադիր ֆրակցիաներից ընդհանուր տպավորությունը ինչպիսին է այս ընդդիմությունը արդյոք մտադիր է խորհրդարանի ամբողջ ժամկետով ձեր տպավորությամբ աշխատել կառուցողականության դաշտում պայմանավորվածություն ոչ ֆորմալ, որը հենց առաջին նիստի ժամանակ ձեռք բերվեց։ Տպավորությունը շատ դրական է, ասեմ, որ մեր կողմից առաջարկ եղավ բարիդրացիական եւ փոխըմբռնման շրջանակներում փորձենք աշխատել միասին իշա մեր երկրի եւ մեր ժողովրդի, փորձում ենք այդ պայմանավորվածությունը պահել, իհարկե լինում են դրվագներ, որ մի փոքր սրվում է իրավիճակը, բայց ասեմ, որ ես իմ այս վերջի տարիների աշխատանքի ընթացքում, երբ որ հետևել ենք ազգային ժողովի նիստերին, մեծ հույս ունեմ, որ այլևս չի կրկնվելու նախորդ 8-րդ գումարման ազգային ժողովի պահվածքը եւ մենք փորձելու ենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ հասնել այն վիճակին, որ չունենանք ֆիզիկական կոնտակտ, չունենանք բռնության որևէ դեպքեր, ինչին ես ինքս առաջի հենց կողմնակիցն եմ, որպեսզի նման դեպքեր մեր մոտ չկրկնվեն։ Այսինքն ձեր տպավորությամբ ընդդիմությունը հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածությանը աշխատել կոնստրուկտիվիզմի դաշտում, չհատել բարեկրթության կարմիր գծերը եւ այլն։ Տեսեք, մենք քանի որ մեծամասնություն ենք, մեզանից շատ բան է կախված, իհարկե իրենցից էլ է շատ բան կախված, բայց մենք այն առաջարկը, որ արել ենք, դրան հավատարիմ ենք մնալու։ Թող փորձեն իրենք անցնել այդ հստակ գծված գիծը եւ մենք համարժեք պատասխանելու ենք, իսկ եթե չանցնեն, մենք կմնանք մեր առաջարկների տիրույթում։ Պարոն Սարգսյան, գաղտնիք չէ, որ ինչպես նախորդ խորհրդարանական ընդդիմությունը, այս ընդդիմությունը եւս խորհրդարան է եկել իշխանափոխության իշխող ուժին տուն ուղարկելու, 1 օր 1 վայրկյան շուտ տուն ուղարկելու օրակարգով։ Մասնավորապես ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ պարոն Սամվել Կարապետյանն էլ նախորդին վերահաստատեց, որ իրենց օրակարգը այս իշխանությանը հեռացնելն է, ընդհանուր որակում տվեց, որ շատ կարծր ամուր մի մեքենա է, որը ջարդելը հնարավոր չէ, նույնիսկ ակնարկեց, որ այդ մեքենան ձևավորվել է եւ արժանանում է արտաքին ուժերի հովանուն եւ աջակցությանը։ Երբ որ կա կառավարող ուժի նկատմամբ այսպիսի վերաբերմունք եւ իշխանափոխության օրակարգ, ինչպես եք պատկերացնում աշխատանքը այդ նույն քաղաքական լիդերի խմբակցության հետ կոնստրուկտիվիզմի դաշտում։ Դիսոնանս չի առաջանում խմբակցության դրա լիդերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների միջեւ։
Տեսեք, մենք ունենք մեր սեփական օրակարգը եւ ոչ մի ուրիշ ինչ-որ ընդդիմադիր ուժի օրակարգ մեզ մեր օրակարգից չի շեղելու, իսկ մեր օրակարգը դուք լավ գիտեք, խաղաղությունն է եւ խաղաղությունը ամրապնդելու օրակարգով ենք մենք եկել ազգային ժողով, իսկ թե ինչ օրակարգի են իրենք հավատարիմ, ինչ են ուզում անել, դա մենք տեսել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում, իրենց մոտ չի ստացվելու։ Իրենք ունեցել են այդ հնարավորությունը ընտրությունների միջոցով հաղթելու ընտրություններում, բայց մեր ժողովուրդը հստակ իր կամքը արտահայտել է մեծամասնության քվեն տալով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ ինչը ամենակարևորն է, այս ընտրություններում մեր ժողովուրդը, մեր ընտրողները հավատարիմ մնացին նաեւ ինքնիշխանությանը, պետականության ամրապնդմանը եւ այլևս երբեք պատերազմ չլինելու կողմ քվեարկեցին այն օրակարգը, ինչով որ ընդդիմությունը շարժվում է, դա միայն բերելու է հերթական հիասթափությանը իրենց շարքերում եւ մենք շատ համբերատար կհետևենք, թե իրենց շարքերում ինչ նոսրացումներ են տեղի ունենալու, որովհետև մի օրակարգ, որը ձևավորված է միայն փողի շուրջ, ես իրենց քայլերին այսպես կբնութագրեմ, որ իրենք եկել էին հեղափոխություն անելու, նկատի ունեմ փողը, փողով հեղափոխություն չես կարող անել, միայն փողով, որովհետև պետք է լինեն դրան գաղափարական հետևորդներ։ Իսկ եթե մարդիկ հավաքվել են միայն փողի շուրջ, հեղափոխություն տեղի չի ունենալու։ Մեր հեղափոխությունը ի տարբերություն իրենց նախանշած իշխանափոխության կամ հեղափոխության եղել է գաղափարական, եղել է հստակ պլանավորված քայլերով, որը որ մենք բաց ներկայացրել ենք մեր ժողովրդին, մեր հանրությանը եւ ժողովուրդը եկել է մեր հետևից եւ մի բան էլ ավել մեզ առաջ է տարել իր ձեռքերի վրա իսկ մեր ընդդիմությունը այս ամբողջ ընթացքում այդպես էլ չհասկացավ որ սին գաղափարներով եւ Հայաստանին չծառայող օրակարգերով իրենք չեն կարող հաջողության հասնել Այդ դեպքում թույլ տվեք հարցնել ինչ օրակարգով են նրանք եկել ազգային ժողով, բացի սողացող, այսպես ասած, իշխանափոխության օրակարգը, խաղաղության օրակարգը, հարևանների հետ խնդիրների լուծումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը նրանց օրակարգում չէ։ Իրենք եկել են միայն սեփական հարստությունը պահելու օրակարգով, իրենց բիզնես գործունեությունը շարունակելու եւ ավելի հարստանալու օրակարգով։ Եթե մեկ դրվագով փորձենք ներկայացնել, իրենք ասում էին, իրենց լիդերը, ղեկավարը ասում էր, որ թքած ունի մի այնպիսի ստրատեգիական կառույցի վրա, որը հեծն է, որը ծառայում է մեր ժողովրդին, մի մարդ, ով թքած ունի մեր ժողովրդին ծառայող այդպիսի ստրատեգիական կառույցի վրա, այդ մարդկանցից ոչ մի այլ բան ժողովրդին ծառայելու կամ նրանց կյանքը մի փոքր ավելի լավը դարձնելու մենք հույսեր չունենք։ Պարոն Սարգսյան, ձեզ մեղադրում են նաև ձայնագողության մեջ, այսօր էլ այդ մեղադրանքը հնչեց, պարոն Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկման ժամանակ, խոսքը Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները գողանալու մասին է։ Տեսեք, իրենք կարող են տարբեր որակումներ տալ, տարբեր ձևով ներկայացնել, բայց մենք ունեցել ենք իրականություն, այլ բան, երբ որ ընտրատեղամասում 20:00-ից հետո քվեարկություն է տեղի ունեցել, ըստ ընտրական օրենսգրքի տեղամասերը բացում են առավոտյան 8:00-ին, փակվում են 20:00-ին, եւ 20:00-ից հետո ով էլ լինի տեղամասի տարածքում կամ այդ միջանցքում տեղամասի տարածք համարվում է այն դուռը, որտեղից ներս է մտնում արդեն տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված տեղամասի տարածք։ Այդ դռնից ներս 20:00-ից հետո որևէ անձ իրավունք չուներ ներս մտնել եւ քվեարկել։ Մեր կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, ինչպես գիտեք, դրա մասով հրապարակային հայտարարել էր այդ ժամանակ եւ ասել էր, որ հարգելի ընդդիմություն, հստակ մարդիկ իրենց կամարտահայտությունը
արել են, այդտեղ ոչ մի ուղղորդում, ոչ մի այլ խախտում տեղի չի ունեցել, զուտ եղել է ուշացած քվեարկություն։ Թույլ տանք, թող այդ քվեարկության արդյունքները արձանագրվեն եւ համարենք, որ մարդիկ հնարավորություն են ստացել իրենց կամքը արտահայտելու, բայց եկեք ու տեսեք, որ այն ժամանակվա իրենց հայտարարությունը, որ ոչ այդ տեղամասերի քվեարկության արդյունքները պետք է չճանաչվեն, չեղարկվեն, ինչը հետո բերեց այս իրավիճակին, իսկ ինչ են մտածում, մենք բերելու ենք 2 կամ 3 ընտրատեղամասի ընտրություններ նորից կազմակերպելու, այդ դեպքում ընտրության պատկերը բոլորովին այլ էր լինելու, այսինքն այն ինչ որ հունիսի 7-ի բուն ընտրությունների process-ում ունեինք արձանագրված արդյունքներ, եթե օրինակ հունիսի 20-ին դրվեր վերաքվեարկություն այդ 2 կամ 3 չեմ կոնկրետ թիվը հիշում, տեղամասերում վերաքվեարկություն, լինելու էր բոլորովին այլ պատկեր եւ չէր արտահայտելու բուն ընտրությունների օրը քաղաքացիների տված քվեի պատկերը չէր լինելու։ Վերադառնալով պարոն Սամվել Կարապետյանի հայտարարություններին, պարոն Սարգսյանն նա նաև հայտարարել է, որ պետք է երազեն, որպեսզի ինքը մնա ընդդիմադիր պայքարի մեջ եւ առաջնորդի։ Այս հայտարարությունը ձեր դիտարկմամբ չի ազդարարում այն մասին, որ ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացողները այսպես փաս են հայտարարել, մի կողմ են հաշտվել են ընտրությունների արդյունքների հետ, ժողովրդի կամքի հետ եւ միայն պարոն Սամվել Կարապետյանն է, որ մենակ է մնացել իր պատկերացումների, իր պլանների հետ եւ փաստորեն ակնկալում է, որ մենք շարունակենք իրեն խնդրել մնալ ընդդիմադիր դաշտում եւ շարունակել պայքարը։ Սա արդյոք չի խոսում նաեւ այն մասին, որ կա խզում այսօր խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող ընդդիմադիր ուժի եւ ընդդիմադիր դաշտի մյուս քաղաքական ուժերի միջև, այլապես կտեսնեինք, որ նրանք կմիավորվեին եւ այդ գաղտնի պլանը, որի մասին հայտարարում էր պարոն Կարապետյանը, ի գործ կդնեին։ Ինչպես ես քիչ առաջ ասեցի, մեր ընդդիմադիր գործընկերները այս տարիների ընթացքում ցույց են տվել, որ հավաքվում են միայն փողի շուրջ։ 21 թվականին ունեինք Քոչարյան Ռոբերտ, այդ պահին ընդդիմադիր գործունեություն ծավալող ամենաշատ փող ունեցող մարդ հավաքվել էին այդ ամենաշատ փող ունեցող մարդու շուրջ։ Եկավ Սամվել Կարապետյանը, ավելի շատ փող ունեցող մարդ հավաքվեցին ավելի շատ փող ունեցող մարդու շուրջ։ Այսինքն, այստեղ իրենց մոտ որևէ կեցվածք, որը ասենք, որ սա արտահայտում է իրենց քաղաքական հետագիծը, չկա։ Իրենց քաղաքական հետագիծը ուղիղ զուգահեռ է փողի հետ։ Եվ այն ինչ որ ասում եք իր խոսքերը չեմ կարող ավելի չեմ լսել, կերազեն, հա, իսկ ով քնում է, իսկ ով է քնում, ով է իր երազների մեջ տեսնում Սամվել Կարապետյանին, ինչի մասին են երազում, մեր երազները կապված են միայն ու միայն մեր երկրի, մեր ապագայի, մեր պետության ամրապնդման, մեր պետականության ամրապնդման եւ խաղաղության ամրապնդման հետ։ Եվ թերևս վերջին հարցը, պարոն Սարգսյան, խորհրդարանական աշխատանքի որողությունն է ձեզ համար նախընտրելի հոգեհարազատ, մասնավորապես մշտական հանձնաժողովներից որում եք պատկերացնում ձեր գործունեությունը։ Բնականաբար տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովն եմ ես ընտրել, ոչ մի այլ տեղ չեմ պատկերացնում, քանի որ շատ լավ տիրապետում եմ թե տարածքային կառավարմանը, 2.5 տարի աշխատելով որպես մարզպետ, 1 տարի աշխատելով պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, վերջին 4.5 տարին աշխատելով որպես միավորված համայնքի ղեկավար, շատ լավ պատկերացնում եմ եւ դրանից առաջ 1 տարի եւ 7 ամիս աշխատելով համայնքի ղեկավար, գյուղապետ, շատ լավ պատկերացնում եմ տեղական ինքնակառավարումը, այնտեղ արկա խնդիրները եւ եկել եմ իմ
պատկերացումներով եւ առաջարկներով այդ ոլորտում արկա խնդիրները օր առաջ իմ կողմից առաջ քաշված օրենսդրական նախաձեռնություններով լուծելու եւ թե թիմում, թե տարածքային կառավարումում ավելի աշխատանքային բարենպաստ միջավայր ձևավորելու օրենսդրական դաշտում ավելի բարենպաստ իրավիճակ ձևավորելու առումով։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։